Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Կան հիվանդություններ, որոնք ընթանում են անախտանիշ, խլելով միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Այսօր մենք խոսում ենք միայն վիրուսից առաջացած հեպատիտի մասին, այն էլ միայն հեպատիտ B-ի մասին։ Նորածնի պատվաստումը դա կարևորագույն քայլ է, որպեսզի մենք լյարդի ցիրոզով հիվանդությունն ու մահացությունը պակասեցնենք։ Մարդիկ նույնիսկ վարելով առողջ ապրելակերպ կարող են չգիտես որտեղից վերցնել հեպատիտ B օրինակ։ Մատնահարդարման պրոցեդուրայի ժամանակ շատ հասարակ կամ դաջվածքի որևէ սրահում Առաջին թյուրիմացությունը, որի հետ ես եմ բախվել պացիենտներով, դա այն է, որ հեպատիտ B-ով եւ C-ով վարակվում են հիմնականում թմրամոլները եւ անբարոյական ինչ-որ սեռական ճանապարհով մարդիկ, դա այդպես չէ։ Իսկ ընտանիքի անդամները ռիսկի խմբում են, եթե ընտանիքում մեկը հեպատիտով հիվանդ է։ Ինչպես է փոխվում հեպատիտ B-ով հիվանդների սննդակարգը կամ փոխվում է թե ոչ։ Դա այն վարակներից է, որը առաջացնում է քաղցկեղ։ Մենք մի քանի վարակի մասին գիտենք այդպես։ Եվ սա այն քաղցկեղն է, լյարդի քաղցկեղը, որը կարելի է կանխարգելել պատվաստումով։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը բարև ձեզ։ Կան հիվանդություններ, որոնք ընթանում են անախտանիշ, խլելով միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Այդպիսի հիվանդություններից է հեպատիտը, որը տարեկան 1 միլիոն մարդու կյանք է խլում։ Չնայած հիվանդությունը կառավարելի է անիրազեկվածության պատճառով։ Ուրեմն ինչ պետք է իմանալ եւ ինչից զգուշանալ։ Կզրուցենք լյարդաբան գաստրոենտերոլոգ Մանիկ Եմելյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Եմելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Նախ ասենք, թե ինչ է իրենից ներկայացնում հեպատիտը, մասնավորապես հեպատիտ B-ն։ Այո, այստեղ կարևոր է տարբերել ինչ է հեպատիտը, իսկապես, երբ որ ասում ենք հեպատիտ, դա հիվանդություն է, այսինքն լյարդի բորբոքում։ Մարդկանց մոտ հիմնականում ընդունված է հեպատիտ լսելիս պատկերացնել վիրուսային հեպատիտները, բայց ես ուզում եմ հատուկ շեշտել, որ վիրուսային հեպատիտները դա հեպատիտների միայն մի փոքր խումբն է։ Հեպատիտը կարող է շատ պատճառներով առաջանալ։ Խանգարված իմուն պատասխանի պատճառով դա աուտոիմուն հեպատիտն է, ժառանգական տարբեր պատճառների, դեղորայքից։ Այսօր մենք խոսում ենք միայն վիրուսից առաջացած հեպատիտի մասին, այն էլ միայն հեպատիտ B-ի մասին։ Վիրուսային հեպատիտները քրոնիկ հիմնականում երկուսն են, այսինքն դրանք առաջանում են երկու տարբեր վիրուսներից, վարակներից, հեպատիտ B-ի վիրուսից եւ հեպատիտ C-ի վիրուսից։ Եվ արդեն այդ յուրաքանչյուր վիրուսից առաջացած հիվանդությունը կոչվում է համապատասխանաբար հեպատիտ B եւ հեպատիտ C։ Պետք է բաժանենք վիրուսը եւ վիրուսից առաջացած հիվանդությունը։ Այդուհանդերձ մենք գործ ունենք մահացու հիվանդության հետ։ Ինչ է հեպատիտ B-ն, փոխանցման ճանապարհները որոնք են։ Ուրեմն հեպատիտ B-ն դա լյարդի հիվանդությունն է, որը առաջանում է համապատասխան վիրուսից, հեպատիտ B վիրուսից։ Վիրուս ասելով հասկանում ենք վարակը, որը փոխանցվում է միայն մարդուց մարդուն եւ հիմնական ճանապարհները դա արյան շփումն է, այսինքն մարդու արյան շփումն է վարակված արյան հետ։ Իհարկե ամենաուղղակի ճանապարհը դա արյան փոխներարկումը կարող է լինել, երբ մարդը վարակվում է։ Սակայն վերջին 20-30 տարիներում արդեն այդ ճանապարհը կարելի ասել չկա, որովհետև դոնորների արունը շատ խստորեն ստուգվում է ինչպես հեպատիտ B վարակի, այնպես հեպատիտ C վարակի եւ իհարկե միավ վարակի համար։ Այսպիսով մենք գրեթե չունենք վարակվելու հավանականություն, բայց դեռ մինչ այսօր մենք ունենում ենք այդպիսի պացիենտներ, ովքեր վարակվել են մինչ 2000 թիվը կատարված արյան փոխներարկումների ժամանակ, հատկապես օրինակ մեր Ղարաբաղյան պատերազմի տարիներին այդպիսի դեպքեր եղել են։ Սա ուրեմն արյան հետ շփումն է։ Եվ մյուս խումբը, որի շրջանում տարածված է այս վարակը, դա իհարկե ներերակային թմրանյութեր օգտագործող մարդկանց մոտ է, որովհետև հաճախ մեկ ասեղով կարող է մի քանի մարդ օգտվել։ Այսինքն ոչ բժշկական հաստատությունում կատարված ներարկումների ժամանակ, եթե այսպես ավելի ընդհանուր ասենք, այդ ռիսկը կա փոխանցման։ Մյուս շատ ամբողջ աշխարհում շատ մեծ տոկոս ունեցող ճանապարհը դա վարակված մորից իր երեխային փոխանցումն է, որը շատ կարևոր է։ Եվ եթե թույլ տաք, ես կուզեի այս մասին մի քիչ ավելի շատ խոսել, որովհետև նորից պատկերացրեք կինը վարակված է հեպատիտ B-ով եւ չգիտի այդ մասին։ Եթե նա հղիանում է, իր հիմնական ծննդաբերության հենց ընթացքում է տեղի ունենում այդ վարակումը, երբ երեխան նաեւ մոր արյան հետ է որոշակիորեն շփվում, եւ
այսպիսի մի կարևոր բան կա։ Հեպատիտը կարող է լինել սուր, ինչպես ասացինք, եւ դա հեպատիտ B-ին է վերաբերում։ Մարդը կարող է վարակվել, շատ էֆեկտիվ կարող է իր իմունիտետը պայքարել այդ վարակի հետ եւ հաղթահարել։ Այդ դեպքում դա լավագույն տարբերակն է, երբ սուր հեպատիտը վերանում է, անցնում է եւ լյարդի վրա հետևանք չի մնում։ Սա հիմնականում այս սցենարը գործում է մեծ մաս դեպքերում, երբ մարդը չափահաս տարիքում է վարակվում, երբ արդեն նրա իմունիտետը զարգացած է եւ կարող է պայքարել։ Սակայն երեխան հատկապես մինչև 1 տարեկանում, եթե նա վարակվեց, նրա իմունիտետը դեռևս այդքան մարզված չէ, եթե կարելի այդպես ասել, եւ երեխաների մոտ 95% դեպքերում, եթե նրանք վարակվում են վաղ մանկական տարիքում, վարակը դառնում է քրոնիկ։ Իսկ քրոնիկ վարակ նշանակում է տարիների, տասնամյակների ընթացքում աստիճանաբար լյարդի վնասում քայքայում եւ հետզհետե արդեն լյարդի ցիրոզի զարգացում։ Այսինքն, եթե մենք պատվաստում ենք այն մարդկանց, ովքեր ամենամեծ ռիսկն ունեն քրոնիկ հիվանդության եւ հետագայում ցիրոզի զարգացման, մենք դրանով կանխում ենք այդ լուրջ բարդությունը։ Իսկ ովքեր են այդ մարդիկ, ում մոտ հիվանդությունը 95% դեպքերում, եթե վարակվեց, դառնում է քրոնիկ, դա երեխաներն են մինչև 1 տարեկան։ Այսինքն նորածնի պատվաստումը դա կարևորագույն քայլ է, որպեսզի մենք լյարդի ցիրոզով հիվանդությունն ու մահացությունը պակասեցնենք։ Դա դրված չէ Տիկին Էմիլյան այսօր պատվերով։ Այո, քանի որ այսօր ավելի ուժեղ, քան երբևէ հնչում են ձայները, որոնք հորդորում են չպատվաստվել եւ հարցական են եւ հարցի տակ են դնում հենց նորածինների եւ փոքր երեխաների պատվաստման նպատակահարմարությունը, ես սա ուզում եմ հատկապես շեշտել։ Եթե երեխան վարակվեց մինչև 1 տարեկան, նրա մոտ գրեթե հաստատ կարող ենք ասել, որ լինելու է քրոնիկ վարակ։ Իսկ ինչպես կանխել դա պատվաստումն է։ Այսօր, այո, պետական պատվաստումային օրացույցում մտած է հենց ծննդատանը առաջին դոզան ստանալը պատվաստման եւ հետագայում օրացույցի մեջ այդ պենտավակցինայի մեջ մտնում է նաև հեպատիտ B-ի պատվաստում, այսինքն երեխան ստանում է 4 դոզա, 4 տեղաչափ եւ այդքան ամբողջը ստանալուց հետո համարվում է լիարժեք պատվաստված։ Տիկին Էմիլյան, այո, հեպատիտների թեման շատ նուրբ է եւ իրազեկվածության պակաս կա հասարակության շրջանում, որովհետեւ մարդիկ նույնիսկ վարելով առողջ ապրելակերպ կարող են չգիտես որտեղից վերցնել հեպատիտ B, օրինակ։ Մատնահարդարման պրոցեդուրայի ժամանակ շատ հասարակ կամ դաջվածքի որևէ սրահում, ասենք որպեսզի զգուշանան, ինչ ճանապարհներ կան, այսպես անտեսանելի, որով կարող է հեպատիտը փոխանցվել։ Այո, սա իսկապես շատ կարևոր է եւ կան շատ թյուրիմացություններ։ Եթե կարելի է առաջի թյուրիմացությունը, որի հետ ես եմ բախվել պացիենտների մոտ, դա այն է, որ հեպատիտ B-ով եւ C-ով վարակվում են հիմնականում թմրամոլները եւ անբարոյական ինչ-որ սեռական ճանապարհով մարդիկ, դա այդպես չէ։ Եվ համաշխարհային տվյալներն են ցույց տալի, որ մոտ 30%-ի մոտ պացիենտը այդպես էլ հնարավոր չէ լինում պարզել, թե ինչպես են նրանք վարակվել, այսինքն նրանք չունեն այդ հայտնի ռիսկի գործոնները։ Ուստի նախ պետք է հասկանալ, որ սա ոչ մի կերպ չի բնութագրում մարդուն, թե նա ինչպիսին է, եթե նա վարակվել է, ցանկացածս կարող ենք վարակվել, եւ երկրորդ թյուրիմացությունը, որը շատ հաճախ է էլի հնչում, երբ մարդիկ կարծում են, որ ատամնաբուժից են վարակվել, դարձյալ ես չեմ ասում, որ դրա հավանականությունը 0 է, բայց մենք միշտ շեշտում ենք, որ բուժ հաստատությունից դուրս կատարված ցանկացած միջամտություններ, որոնք ասեղով կամ ծակող գործիքներով են արվում եւ հետեւաբար կարող է մեկ մարդու արյունը փոխանցվել մեկ այլ մարդուն, այդ ժամանակ կարող է լինել վարակում կամ ոչ ստերիլ միջոցներով միջամտություն է, այո, հենց դրա համար է մենք ասում ենք բուժ հաստատությունից դուրս, որովհետեւ մենք ակնկալում ենք եւ ես վստահ եմ, որ այդպես է, որ բուժ հաստատություններում կատարվում է պատշաճ ախտազերծում, իսկ ստոմատոլոգիական կլինիկան նույնպես բուժ հաստատություն է, որը միանշանակ ունի այն բոլոր միջոցները ախտահանման եւ ախտազերծման համար, որոնք օրենքով նախատեսված են։ Իսկ արդեն այդ մատնահարդարման դաջվածքների, ինչպես դուք շատ ճիշտ նշեցիք, այդ ուրեմն հաստատությունները, որոնք կատարում են, դարձյալ ամենևին չվարկաբեկելով, բայց արդեն հսկողությունը այստեղ ավելի թույլ է, քան բուժ հաստատություններում եւ նաեւ մենք որպես ինքներս հաճախորդ քաղաքացի կարող ենք ավելի այսպես ակտիվ կերպով պահանջել, որ մեզ ցուցադրեն կամ մեզ ասեն, թե ինչպես է տվյալ, ասենք,
սրահում կատարվում ախտազերծումը այն բոլոր գործիքները, որոնք կարող են շփվել արյան հետ։ Եվ դա նաև վարսավիրանոցում կարող է լինել, այսպես կոչված մաշինկայով, երբ որ ինչ որ մազահարդարում է կատարվում, նույնպես կարող է լինել անտեսանելի քանակի արյան արկայություն եւ վարակում։ Այո, մենք նշեցինք արյան ճանապարհով, մեկ, որ կարող է հեպատիտ B-ն փոխանցվել, իսկ ճանապարհները այլ են նաև սեռական ճանապարհով, նշեցինք թքի միջոցով, քրտինքի միջոցով, նույնպես կարող է փոխանցվել հեպատիտը։ Սեռական ճանապարհի համար պաշտպանությունը ակնհայտ է, պահպանակների օգտագործումը, ասա էլ արդից օգտվելով ասեմ, մյուս ուրեմն կենսական հեղուկներում, այսինքն թքում, մայրական կաթում, քրտինքում վիրուսի քանակը շատ ցածր է եւ համարվում է, որ համբույրի կամ ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու միջոցով կարելի է համարել, որ չի փոխանցվում։ Իհարկե բացառություն է, եթե օրինակ համբույրի ժամանակ երկու մարդու, ասենք, բերանի լորձաթաղանթում կան խորը վերքեր, այդ դեպքում էլի արյան ինչ որ շփում է լինում արուն արյան, բայց դա հասկանում եք ինչքան քիչ ավելի հավանական է։ Եվ նույնիսկ ասենք մայրական կաթի պարագայում, եթե մայրը վարակված է, անգամ միշտ ասվել է, որ նա կարող է կերակրել երեխային, եթե չկա, ասենք, պտուկի շրջանում ինչ որ ճաքեր, որ նույնպես արյան վարակում կարող են։ Բայց այսօր նույնիսկ այդ խորհուրդը իմաստ չունի, որովհետև եթե երեխան պատվաստված է, արդեն ընդհանրապես հարց չի առաջանում, իհարկե պետք է կերակրել, որովհետև երեխան պաշտպանված է արդեն։ Հարցում են իսկ ընտանիքի անդամները ռիսկի խմբում են, եթե ընտանիքում մեկը հեպատիտով հիվանդ է։ Կա այսպես կոչված կենցաղարյունային ճանապարհը փոխանցման, բոլորս էլ տանը կարող ենք ինչ-որ փոքր կտրվածքներ ունենալ, ասենք կենցաղային, եւ արունը ինչ-որ մեկի ընտանիքի անդամներից մեկի արունը, եթե օրինակ հայտնվեց ինչ-որ մի գործիք, օրինակ, եթե մկրատի վրա, որով եղունգներն եք դուք կտրում, մնաց արուն, որը նույնիսկ էլի աչքով տեսանելի չէ, եւ այդ մկրատը մնաց, ասենք, 1 մինչեւ 2 օր, այդ չորացած արյան մեջ նույնիսկ վիրուսը պահպանում է իր կենսունակությունը եւ կարող է հաջորդ մարդով այդ նույն մկրատից օգտվել, վարակվել։ Այդ պատճառով, եթե կա վարակված մարդ, տանը խորհուրդ է տրվում, եթե արյուն է լինի, նախ առանձնացնել արյան հետ շփվող բոլոր այս կենցաղային իրերը, մկրատ, իհարկե ատամի խոզանակ եւ այլն ածելի, եւ եթե ինչ որ վերք է լինում արյուն է թափվում ինչ որ մակերեսին, սեղանին կամ ինչ-որ տեղ, այն պետք է ախտահանել քլորային այդ մաքրող միջոցների լուծույթով եւ ոչ թե սպիրտով։ Բայց միևնույն գդալով կամ օրինակ սրբիչով օգտվելը չի փոխանցի։ Ոչ, նման դեպքերում չի փոխանցի։ Շատ լավ։ Ինչ նշաններով կարող է արտահայտվել, դրսևորվել հեպատիտ B-ն։ Ինչպես ասացինք, հեպատիտ B վարակված մարդը կարող է երկար տարիներ եւ տասնամյակներ ոչինչ չզգալ, չիմանալ, որ նա վարակված է, այսինքն լյարդը քանի որ զարմանալի վերականգնման ունակություններ ունեցող օրգան է, մինչև որ շատ արդեն մեծ իր տոկոսը չի վնասվում, նա այն կարողանում է իր ֆունկցիաները դեռևս կատարել եւ մարդը չի զգում։ Լուր օրգան է համարվում։ Այո, լուր է, նա համբերատար է, բայց արդեն գանգատները ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ հաճախ հիմնական, երբ որ արդեն ցիրոզը կա, այն էլ բարդացած փուլում։ Այսինքն մենք հանդիպում ենք հաճախ այդ պացիենտների հետ ցիրոզի բարդությունների փուլում, երբ նրանք արունահոսեցին կերակրափողի լայնացած երակներից, ինչու, որովհետև լյարդի այդ process-ները հանգեցրին կերակրափողում երակների լայնացմանը, կամ արդեն նրանց մոտ գիտակցության ինչ որ շեղումներ են, խանգարումներ են, որովհետև լյարդի աշխատանքի խաթարումը բերում է ուղեղային երևույթներ եւ այլն։ Եվ այդ մարդը շատ է զարմանում, երբ դուք սկսում եք իրեն հարցնել 20 տարի, 30 տարի առաջ, այսինչ դաջվածք է ձեզ մոտ։ Նա ասում է, սա ինչ կապ ունի, ես 6 ամիս առաջ գնացել եմ ատամնաբուժի, գուցե այդտեղ եմ վարակվել, բայց մենք գիտենք, որ վարակումից հետո առնվազն տասնամյակ է անցնում մինչև ցիրոզի զարգանալը, այսինքն եթե նա եկել է արդեն ցիրոզի փուլում, ուրեմն նա վաղուց է վարակվել։ Եվ հավանաբար հենց այն դաջվածքը, որ նա բանակում օրինակ արել է առանց ախտազերծման, դա է եղել պատճառը վարակման։
Նշանակում է հեպատիտ B-ն ընթանում է անախտանիշ եւ Եվ դժվար է արտահայտվում է հաճախ ծանր արդեն բարդությունների փուլում։ Եվս մի բարդության մասին եմ անպայման ուզում ասել, դա լյարդի ուռուցքն է կամ քաղցկեղը, որը նույնպես զարգանում է հեպատիտ B-ի պատճառով։ Այսինքն վիրուսը վնասեց լյարդը, առաջացրեց բորբոքում ցիրոզ եւ որպես լրացուցիչ բարդություն կարող է առաջանալ լյարդի քաղցկեղ։ Եվ այստեղ ես ուզում եմ մի հատկանշական բան ասել հեպատիտ B-ի մասին։ Սա այն վարակներից է, որը առաջացնում է քաղցկեղ։ Մենք մի քանի վարակի մասին գիտենք այդպես։ Եվ սա այն քաղցկեղն է, լյարդի քաղցկեղը, որը կարելի է կանխարգելել պատվաստումով։ Սա բժշկության իսկապես մեծ առաջընթացի եւ գիտության հաղթանակի մասին է խոսքը, այսինքն պատվաստումը կանխում է լյարդի քաղցկեղը, որը կառաջանար հեպատիտ B-ից։ Ուրեմն բժշկուհի պետք է պատվաստվել, եթե ցանկանում ենք կանխարգելել հետագայում հնարավոր հեպատիտ B-ի վարակումը, իսկ ինչ անել, եթե արդեն վարակագիր են, ինչպես կառավարելի դարձնենք հիվանդությունը։ Այո, մենք չենք ասում, որ հեպատիտ B-ն լիովին բուժելի է, այսինքն դեռևս չկա այդպիսի միջոց բուժական, որը ամբողջությամբ կվերացներ վիրուսը մարմնից մաքրեր, եթե այդպես կարելի ասել։ Մենք կառավարում ենք, այսինքն նախ մի բան, վարակից հետո վիրուսը կարող է իր ակտիվությունը տարբեր կարող է լինել օրգանիզմում, կարող է նա շատ ակտիվ բազմանալ վիրուսը եւ ինչքան շատ է նրա ակտիվությունը, որը մենք չափում ենք արյան մեջ նրա քանակով, այսինքն արյան մեջ ինչքան շատ է վիրուսի քանակը, այնքան ակտիվ նա վնասում է լյարդը։ Կարող է լինել մաչելի խոսքով ասած քնած փուլ, երբ վիրուսի քանակը ցածր է, այն ակտիվ չի բազմանում, այն կա, բայց ինչքան քանակը ցածր է, այնքան համարվում է, որ նա լյարդը ավելի քիչ է վնասում կամ գրեթե կարող է եւ չվնասել։ Այսինքն կա մի այդպիսի սցենար, երբ մարդ ապրում է վարակով, բայց այդ վարակը ակտիվ չէ եւ նա այդպես էլ իր մոտ ցիրոզ չի զարգանում։ Սա էլի քիչ թե շատ բարվոք տարբերակ է։ Բայց եթե մենք տեսնում ենք, այսինքն, եթե մարդ ունի հեպատիտ B վարակ, դա դեռ բավական չէ, որ մենք միանգամից սկսենք բուժում անել։ Մենք հայտնաբերում ենք այլ հետազոտություններով, արդյոք վարակը գտնվում է, եթե կարելի ասել, ակտիվ փուլում, թե քնած կամ ոչ ակտիվ փուլում։ Ակտիվ փուլի ժամանակ դեղերով հնարավոր է լինում վիրուսի ակտիվությունը զգալիորեն նվազեցնել եւ քանակը հասցնել ընդհանուր մինչեւ 0 արյան մեջ։ Եվ դա հնարավոր է միայն անընդհատ դեղերը շարունակելով դեղերի ընդունումը։ Եթե մենք դեղերը դադարեցնում ենք, վիրուսը ամբողջությամբ չի վերացել օրգանիզմում։ Նա գնացել է թաքնվել է բջիջների մեջ, արյան մեջ նույնիսկ եթե 0 է։ Դրա համար հեպատիտ B-ի դեպքում բուժումը դեղերով, հաբերով տևում է շատ երկար, տարիներով։ Այսինքն մշտապես դեղ ընդունելով մենք կառավարում ենք վիրուսի ակտիվությունը, չենք թողում, որ առաջանա ցիրոզ։ Այսինքն եթե դեռ ցիրոզ չկա, պացիենտը դիմել է դեռևս ոչ շատ ծայրահեղ վնասված լյարդով, մենք կարողանում ենք դեղերով կանխել ցիրոզի եւ հետագայում քաղցկեղի զարգացումը։ Իսկ եթե նա դիմել է, երբ ցիրոզ չկա, երբ մենք հասկանում ենք, որ վարակը քնած փուլում է, այստեղ դեղորայքային բուժում այսօրվա ուղեցույցերով ցուցված չէ։ Սակայն պետք է պարբերաբար կրկնել հետազոտությունները, որովհետև այսօրվա քնած վիրուսը կարող է մի քանի ամիս անց ինչ-ինչ պատճառներով ակտիվանալ եւ այդ ժամանակ արդեն մենք կսկսենք բուժումը։ Այսինքն ամբողջ կյանքում տվյալ մարդը, ով վարակված է, անկախ նրանից նա բուժման մեջ է թե չէ, նա պետք է պարբերաբար հսկի իր վիրուսի ակտիվությունը։ Վերահսկողության տակ լինի բժիշկների կողմից շատ լավ։ Ինչպես է փոխվում հեպատիտ B-ով հիվանդների սննդակարգը կամ փոխվում է թե ոչ։ Սա էլ է կարևոր հարց, որովհետև ամենօրյա փաստորեն կյանքում պետք է հասկանալ ինչպես է այս վարակի արկածությունը ազդում սովորական կյանքի վրա։ Սննդի հետ կապված որոշ սննդանյութերի դերը վնասող կամ օգնող երբեմն գերագնահատվում է։ Ամենակարևորը պետք է բացառել ալկոհոլը։ Ալկոհոլը ինչքան խմել ալկոհոլ, եթե կա հեպատիտ B վարակ, պատասխանը 0։ Այսինքն ոչ մի տեսակի ալկոհոլային խմիչք խորհուրդ չի տրվում նման մարդ օգտագործի, որովհետև արդեն վնասված լյարդի վրա ցանկացած նույնիսկ փոքր քանակի ալկոհոլը կարող է շատ ավելի ոչ թե մի փոքր ավելացնել, այլ
մի քանի անգամ բազմապատկել վիրուսի վնասը։ Ներեցեք, շատ կարևոր է, հարցնում են գունավոր խմիչքը հատկապես վնասում է լյարդին։ Այ օրինակ թթի օղին տնական կարող է նույնիսկ մաքրել։ Այ դա հենց ձեր հաղորդման անվանման միջի միֆ է, որովհետև կարևոր չէ ինչի կազմում է ալկոհոլը մտնում օրգանիզմ, ընկնում ստամոքս, ցանկացած ալկոհոլային խմիչքի մեջ գտնվող այդ էթիլային սպիրտը այն վնասում է լյարդը եւ գունավոր լինելը առհասարակ կապ չունի եւ այստեղ տոկոսի հետ կապված էլ կա, որ եթե օրինակ գարեջուրը ավելի թույլ է, այն չի վնասում, սակայն դա էլ է միֆ, որովհետեւ մեկ բաժակ, մեկ միավոր, մեկ բաժակ օղին, եթե այն 50 գրամ է եւ եթե օղին 40%-անոց է, այսպես ասած, այսինքն մոտ 20 գրամ էթանոլ կա այդ մեկ բաժակում։ Մեկ 330 միլիլիտրանոց գավաթ գարեջուրը նույնքան էթանոլ է պարունակում, եթե մենք տոկոսով բազմապատկենք գարեջուր, ինչքան մեկ փոքր բաժակ օղին։ Այսինքն գարեջուրը 50 գրամով չեն օգտագործում, այլ առնվազն 300։ Եվ այսինքն ընդհանրապես էական չի որ խմիչքն է, եթե այն պարունակում է էթանոլ, ուրեմն այն վնասում է լյարդը։ Ցավոք սրտի, սա չենք կարող շրջանցել որևիցե կերպ։ Այսինքն արդեն լյարդը ախտահարված պացիենտը, մարդը, նա պետք է մոռանա ալկոհոլի մասին։ Ինչ վերաբերում է սննդամթերքներին, կան լյարդին վնասող սննդամթերքներ եւ հակառակը։ Սնունդ, որ սիրում է լյարդը։ Եթե ուզում ենք հասկանանք, որ սննդակարգն է լյարդի համար լավ, ինչպես էլ դա տրիվիալ չհնչի, բայց պետք է առաջնորդվել առողջ սննդի կանոններով։ Այսինքն, քիչ պակասեցնել շաքարը եւ ճարպը սննդում եւ ավելացնել բանջարեղենը։ Այսքանը երբ ասում են ինչ պետք է շատ ուտեմ, որ լյարդին օգնեմ, այսինչ բանը կարող եմ լրացուցիչ ես խմել, ասենք ինչ որ, չգիտեմ, քյարավուզի հյութ կամ, չգիտեմ, ինչ որ տեղադրեք ինքներդ։ Իմ պատասխանը հետևյալն է. լյարդը օգուտ չի ստանում նրանից, ինչ որ դուք լրացուցիչ ուտում եք կամ խմում եք։ Լյարդը օգուտ է ստանում նրանից, ինչ որ դուք չեք ուտում կամ չեք խմում, այսինքն պակասացնել քաղցր գազավորված ըմպելիքները առաջերտին, ցանկացած մրգային հյութ մրգի շաքար է պարունակում, որը նույնպես լյարդին այդքան էլ նպաստավոր չէ, եթե այն շատ է, այսինքն եթե հյութ ենք մենք ստանում մրգից, արդեն այնտեղ շաքարի քանակը ավելի շատ է։ Ավելի լավ է միրգը ուտել ամբողջությամբ, որտեղ կա այնտեղ նաև բջջանք, որ օգտակար է, քան թե հյութ ստանալ դրանից եւ խմել։ Այսինքն ինչքան քիչ, այնքան լավ։ Իսկ ըմպելիքներից լավագույնը իհարկե ջուրն է լյարդի համար։ Շատ լավ։ Միֆ չէ, որ ձուն վնաս է ներկայացում լյարդի առողջությանը։ Ձուն շատ հակասական, սննդամթերք է, բայց ճարպի համար են շատ հակասական եղել միշտ խոլեստերինի լավ վատ լինելու մասին։ Այսօր ընդունված է, որ ձվի դեղնուցը վտանգավոր չէ խոլեստերինի առումով, այն նաև օգտակար նյութեր է պարունակում, այսինքն ձուն հիմա այսպես սպիտակ ցուցակում է, այսինքն կարող ենք օգտագործել։ Ինչ վերաբերում է սպիտակուցին, այս սա միֆերից է, որ լյարդով հիվանդը չպետք է սպիտակուց ուտի։ Հակառակը, լյարդի նամանավան ցիրոզով պացիենտին պետք է ապահովել բավարար քանակով սպիտակուցային սնունդ, որովհետև լյարդի ցիրոզից այդ բարդության, մահացության պատճառներից մեկը կարևորը մկանային զանգվածի պակասն է, երբ որ տիպիկ ցիրոզով հիվանդի տեսքն ինչպիսին է, բարակած, այդպես հյուծված վերջույթներ, ոտքեր եւ մեծ որովայն, որտեղ արդեն հեղուկ է կուտակվել։ Եվ մկանային այդ հյուծումը բերում է բոլոր օրգանիզմի ֆունկցիաների նվազեցմանը։ Դրա համար սպիտակուցային սնունդը շատ կարևոր է։ Մտավախությունն այն է եղել, որ սպիտակուցը բերում է նաև թույների առաջացման աղիքներում, որոնք լյարդի վրա արդեն ծանրաբեռնվածություն են տալիս, բայց հետազոտությունները հաստատել են, որ սպիտակուցը պետք է բավարար չափով լինի։ Եվ հատկապես ցիրոզով հիվանդներին մենք ասում ենք երեկոյան մի փոքր բան կերեք, մի քնեք քաղցած, ցանկալի է ինչ-որ սպիտակուցային մի բան կամ որևիցե մի սնունդ երեկոյան ընդունեք, որ գիշերային ժամերին շատ չընկնի սննդանյութերի քանակը արյան մեջ, այսինքն ձուն նորմալ է։ Չպետք է բացառել, այնուամենայնիվ լյարդի հիվանդություններ ունեցողներին շաբաթական քանի ձու է կարելի, կարող են ամեն օր ուտել։ Այո, օրը մեկ ձու կարող են։
Շատ լավ։ Բժշկուհի մենք նշեցինք, որ հիվանդությունը աննկատ է ներթափանցում եւ ընթանում է անախտանիշ, ախտահարելով լյարդը եւ մյուս օրգան համակարգերը, այնուամենայնիվ մարդիկ փորձում են ինչ որ եղանակներով հասկանալ հնարավոր զարգացման մասին հիվանդության։ Հեպատիտ B-ին որքանով է բնորոշ բերանում դառնահամը, մշտական հոգնածությունը կամ ցանավորումը, հոդացավերը կարող են հուշել հեպատիտի զարգացման մասին։ Բոլոր ձեր նշածները բացի թերևս բերանում դառնահամից դա այդքան բնորոշ չէ, կարող է լինել։ Այո, եւ մշտական հոգնածությունը քիչ թե շատ հաճախ հանդիպող ախտանիշներից է։ Այո, անհասկանալի պատճառով գերհոգնածություն, իսկ հոդացավեր եւ մաշկի ախտարում, այո, նույնպես կարող են լինել քրոնիկ հեպատիտ B-ի ժամանակ եւ արդեն բոլոր ռևմատոլոգները գիտեն, եթե նրանց դիմում է պացիենտը հոդային ինչ որ խնդիրներով, մաշկի ցանավորումներով, նաեւ երիկամի ախտարում կարող է լինել, որը նույնիսկ միջև լյարդի գանգատների առաջացումը կամ լյարդի հիվանդության ի հայտ գալը, դրանք արդեն կարող են հուշել, որ այստեղ կա կամ հեպատիտ B-ով կամ հեպատիտ C-ով վարակ, այո։ Եվ վերջում ինչպես է ժամանակակից բժշկությունը ախտորոշում եւ կառավարելի դարձնում այս մարդասպան վիրուսի ընթացքը։ Ժամանակակից բժշկությունը հասել է նրան, որ այլևս այն մենք հպարտ ասում ենք, որ այլևս չենք անվանում հեպատիտ B վիրուսին մարդասպան, որտեղ մենք կարող ենք իր հետ պայքարել։ Ինչպես առաջինը պատվաստել բոլոր նորածիներին եւ երեխաներին, պատվաստել ռիսկի խմբի մարդկանց, այսինքն դա բուժաշխատողներն են, դա դիալիզ ստացող հիվանդներն են, որոնք արյան հետ այդ ուրեմն պրոցեդուրաներն են անցնում եւ այլն, եւ ուրեմն ախտորոշումը դա արյան համապատասխան հետազոտությունների միջոցով եւ որովայնի սոնոգրաֆիայի եւ այլ մեթոդների միջոցով է կատարվում եւ մենք պետք է եթե ախտորոշում ենք որ կա վարակը հասկանանք դրա փուլը եւ համապատասխան ցուցումների դեպքում կատարենք դեղորայքային բուժում, որը շատ էֆեկտիվ կերպով կանխում է հետագա բարդությունները իդեմս ցիրոզի, լյարդի քաղցկեղի եւ այլն։ Իսկ ինչպես է ախտորոշվում։ Առաջին ախտորոշման մեթոդը դա արյան հետազոտությունն է, որով հնարավոր է հայտնաբերել վիրուսը կա թե չէ եւ դրա քանակը եւ արդեն լյարդի ֆունկցիոնալ ցուցանիշները։ Մեծ մաս ինֆորմացիա մենք ստանում ենք արյան հետազոտությամբ իհարկե, պլյուս արդեն սոնոգրաֆիայով կամ ուլտրաձայնով տեսնում ենք լյարդի չափը, կա արդյոք ուռուցք թե չէ եւ այլն։ Շնորհակալություն Տիկին Գեմելյան, կարևոր ինֆորմացիայի համար։ Այո, ասենք որ հեպատիտ B-ն համարվում է քնքուշ մարդասպան, որովհետեւ ներթափանցում է աննկատ, ախտահարում է լյարդը, մյուս օրգան համակարգերը եւ միայն իրազեկվածությունը կօգնի կանխարգելել պատվաստման ճանապարհով եւ կառավարելի դարձնել հիվանդությունը, եթե կա արդեն վարակ։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, եղեք պաշտպանված։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին ընկերական համեղ հանդիպումների ջերմ հիշողությունների հավաքատեղի։ Համեցեք Յասաման, մինչ հանդիպում։